Ապրիլի 24-ին աշխարհի հայերն ու մեր ժողովրդի բարեկամները ոգեկոչում են հայոց ցեղասպանության սրբադասված 1.5 միլիոն նահատակներին։ 111 տարի առաջ այս օրը 1915 թվականի ապրիլի 24-ին Օսմանյան Թուրքիայի մայրաքաղաք Կոնստանդնուպոլսում սկսված հայ մտավորականների, գրողների ու երաժիշտների, բժիշկների ու ճարտարապետների ձերբակալություններով, ապա սպանդով սկիզբ առավ կայսրության հայ հպատակների բնաջնջումը։ Ամիսների ընթացքում տեղահանվեց հայկական բարձրավանդակի բնիկ ժողովուրդը և մահվան քարավաններով քշվեց Դերձորի անապատ։ Մայիսի 24-ին Օսմանյան կայսրության դեմ պատերազմող դաշնակիցները Ռուսաստանը, Ֆրանսիան, Անգլիան համատեղ հայտարարությամբ պահանջեցին դադարեցնել անմեղ հայ մարդկանց զանգվածային սպանությունները, առաջին անգամ միջազգային եզրույթաբանության մեջ ներառելով հանցագործություն մարդկության դեմ ձևակերպումը։ Տասնամյակներ անց իրավագետ Ռաֆայել Լեմկինը հենց հայերի զանգվածային սպանդի առանձնահատկություններն ուսումնասիրելուց հետո է միջազգային շրջանառության մեջ մտցրել ցեղասպանություն եզրույթը։ 1990 թվականի օգոստոսի 23-ին ընդունված Հայաստանի անկախության հռչակագրի 11-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետությունը սատար է կանգնում 1915 թվականին Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործին։ Ռուսաստանի Սրետենյան վանքի երգչախումբը ներկայացրել է «Ով հայոց աշխարհ» երգն ու տեսահոլովակը նվիրված ապրիլի 24-ին հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվան։ Նկարահանումներն անցկացվել են Հայաստանի լեռներում, հայկական բնակավայրերի ֆոնին, Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում և Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում։ Տեսահոլովակում նկարահանվել է հայկական արմատներով ռուսաստանցի հայտնի դերասան Դմիտրի Խարատյանը։ Ստեղծագործողների խոսքով այս երաժշտական և գեղարվեստական գործը հարգանքի, հիշատակի և հայ ժողովրդի հետ հոգևոր համերաշխության դրսևորում է։ Աշնանը լույս կտեսնի Հայաստանի մասին պատմող ամբողջական ֆիլմը Խարատյանի մասնակցությամբ, որը նվիրված կլինի Ռուսաստանի և Հայաստանի մշակութային ու գեղարվեստական կապերին։ Այսօր ժամը 18-ին լրացել է հունիսի 7-ին կայանալիք ազգային ժողովի արտահերթ ընտրություններին մասնակցելու համար փաստաթղթերի ներկայացման վերջնաժամկետը։ Կենտրոնական ընտրական հանձնաժողով առաջադրման հայտ է ներկայացրել ընդհանուր առմամբ 19 քաղաքական միավոր, որոնցից 17-ը կուսակցություններ են, իսկ 2-ը դաշինքներ։ Ներկայացված ընտրական ցուցակների գրանցումը կիրականացվի մինչև մայիսի 3-ը, իսկ պաշտոնական ցուցակները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում կհրապարակվեն մինչև մայիսի 6-ը։ Ընտրապայքարին մասնակցող ուժերի վերջնական կազմը պարզ կդառնա մայիսի 4-ին փաստաթղթերի ստուգման գործընթացի ավարտից հետո։ Պաշտոնական նախընտրական քարոզչությունը կմեկնարկի մայիսի 8-ին և կշարունակվի մինչև հունիսի 5-ը։ Արցախի զբոսաշրջության և մշակույթի զարգացման գործակալության ֆեյսբուքյան էջից տեղեկացնում են, որ հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին ընդառաջ ադրբեջանական օկուպացիոն վարչակազմը Ստեփանակերտում ոչնչացրել է Սուրբ Աստվածամոր Հովանու եկեղեցին։ Տաճարը կառուցվել է 2000-ից 2019 թվականներին և համարվում էր Ստեփանակերտի կարևորագույն հոգևոր կենտրոններից մեկը։ Այսօր եկեղեցու ոչնչացումը հերթական դրվագն է նույն ողբերգական շղթայի, որը մեկ դար առաջ սկսվեց ցեղասպանությամբ և այսօր շարունակվում է մեր աչքի առաջ, ուղղված ոչ միայն քարերի, այլև ժողովրդի հիշողության, արժանապատվության և իր հայրենիքում ապրելու և վերադառնալու իրավունքի դեմ։ Այս պայմաններում անթույլատրելի է Հայաստանի Հանրապետության իշխանությունների գրեթե լիակատար լռությունը։ Երբ քանդվում են մեր սրբավայրերը, լռությունը այլևս չեզոքություն չէ, այլ համակերպում կատարվող հանցագործությանը։ Նրանք պարտավոր են անհապաղ և հստակ քաղաքական գնահատական տալ այս բարբարոսությանը, հրապարակայնորեն դատապարտել Արցախում մշակութային ժառանգության ոչնչացման քաղաքականությունը և ձեռնարկել գործուն դիվանագիտական քայլեր միջազգային հարթակներում բարձրացնելու այդ հարցը։ Հայոց ցեղասպանության տարելիցի նախօրեին Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տեր Եզրաս arczepiskopos Ներսիսյանը հանդես է եկել հայտարարությամբ նվիրված Մեծ Եղեռնի սուրբ նահատակների հիշատակին։ Սրբազանը շեշտել է, որ հայությունը չի կարող ուրանալ և մոռանալ ավելի քան 1.5 միլիոն անմեղ զոհերի արյունն ու արդար հատուցման պահանջը։ Նա կտրուկ մերժել է բոլոր նրանց, ովքեր կասկածի տակ են դնում կամ կեղծում են այս ոճիրը, այդ պահվածքը համարելով աններելի հանցագործություն Աստծո դեմ։ Եզրաս Սրբազանը հորդորել է մնալ պահանջատեր և շարունակել համազգային ջանքերը հանուն հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և արդարության հաղթանակի։ Ավելի քան 1.5 միլիոն հայ սպանվեց իր իսկ հայրենիքում, իր իսկ տան շեմին, դարձան գաղթական ու որբ, դարձան անտուն ու հայրենազուրկ։ Մենք չենք կարող ուրանալ, մենք չենք կարող դավաճանել, մենք չենք կարող մոռանալ մեր սուրբ նահատակների հեղված անմեղ այրունը, նրանց լույս հիշատակը
արդարադատության նրանց պահանջը։ Ուստի մերժում ենք բոլոր նրանց, ովքեր հրաժարվում ու կասկածի տակ են դնում մարդկության դեմ գործված այս ցեղասպանությունը։ Մերժում ենք բոլոր նրանց, ովքեր կեղծում ու մոռացության են մատնում դարասկզբի ամենամեծ ու հրեշավոր այս հանցագործությունը։